Անկախ թեւի մա մոմական ազդեցություն կա։ Այս աղբը այստեղ ասեն մտակվար։ Մեր պատմամշակութային արժեքներն են, որը պիտի պահպանվեն։ Եթե բոլորին այդպես կեղտոտենք, քարի վրա չի մտի։ Գալիս են այստեղ մոնակ մոմեր վառելու համար, գալիս են ուղղակի ման գալու համար ու ոչ մի բան չեն անում։ Իրանց համար արդեն այդ կարևորը չի, որ եկեղեցի է։ Ուղղակի իրանք որ եկեղեցին քանդած չեն մտածում։ Չի Անբարեկարգ ու սողանքներով այս ճանապարհն օրվա ընթացքում հաղթահարում են հարյուրավոր մեքենաներ։ Ասում են դժվարությունն ու անհարմարությունն արժե հանդուրժել, քանի որ լեռներից այն կողմ կարելի է գտնել ու տեսնել իրական ու չկրկնվող գանձեր։ Հայաստանի ամբողջ տարածքում հաշվառված է 18935 պատմամշակութային հուշարձան և 230 բնության հուշարձան, որից 2673 հուշարձանը միայն Կոտայքի մարզում է։ Գառնի գողթում ևս գանձերի պակաս չկա։ Ամենատարածված, ամենամաքուր եւ ամենալավ պահպանված Գառնին եւ Գեղարդն են։ Բայց այստեղ կան տարբեր հուշարձաններ, որոնք անտարբերության են մատնված եւ զբոսաշրջիկները հատկապես գալիս են այս Գառնի եւ Գեղարդ, քանի որ այն հուշարձանների տեղը արդեն համարյա չեն իմանում։ Հավուց միջնադարյան Հայաստանի վանական համալիրներից է։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքը ավերվել է 1679 երկրաշարժից։ Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Բաց երկնքի տակ գտնվող եկեղեցին անցել է շատ փորձությունների միջով, սակայն այսօր էլ սակավաթիվ այցելուներն անգամ թողնում են իրենց հետքը։ Հավուց թառի վերականգնման հերթը հասել է, բայց աշխատանքները չեն էլ սկսվել, ֆինանսական միջոցները սուղ են։ Պահպանության գործընթացը երբեմն խաթարվում է, քանի որ հուշարձանները ցրված են Հայաստանի ամբողջ տարածքով եւ վերահսկման շրջայցերը տրանսպորտային միջոցի բացակայության պայմաններում դառնում են անհնարին։ Սա փաստորեն վերաբերվում է նաեւ Հավուց թառին։ Եկեղեցին վերականգնելուց առաջ նախ անհրաժեշտ է վերանորոգել դեպի Հավուց թառ տանող 7 կիլոմետր ճանապարհը։ Քարուքանդ ու անմխիթար ճանապարհները, հուշարձանների գտնվելու վայրը մատնացույց անող ցուցանակների ու տեղեկատվական վահանակների բացակայությունը զբոսաշրջիկների հիմնական բողոքն է։ Բայց եթե վերոնշյալ հարցերը կարելի է լուծել միայն ֆինանսական ներդրումների շնորհիվ, ապա օրինակ աղբի համար մեծ գումարը լուծում չի լինի։ Когда мы видим бутылки, которые брошены вот по дороге, когда мы видим пустые дома, нам очень грустно становится, потому что мы привыкли к тому, что очень чисто везде, вот на Западе, в Европе, а здесь все-таки надо, чтобы мусорные ящики стояли, чтобы туда бросали все. Мороженое керам перцанче, Bellas tuqta շապրտամենիսյան, շապրտամենյան կեգուզեպա, ամները տարածա, բայց ուտում են չեն անը։ Տուրիստները որ մի բան առնում են աղջիկ ջան, բերում են ուտում են, հավաքում են մի հատ տելեֆոնի մեջ, տանում են գցում են այդ ամանների մեջը, չեն շապրտում էլի։ Գառնու հեթանոսական տաճարին շատ մոտ, բայց տեսադաշտից հեռու խոնար ու ավեր կարելի է գտնել շատերին անհայտ մեկ այլ գանձ՝ խոմարաժամը։ Այս փլատակներն այլևս դժվար է եկեղեցի կոչել։ Լուծումից հետո եկեղեցին ստացել է խոնարհված անվանումը, այնպես ինչպես բոլոր այն եկեղեցիները, որոնք չունեն գմբեթ։ Եկեղեցուց մնացել է միայն խորանը, գմբեթը չկա արդեն վաղուց։ Արդեն մի քանի տարի կլինի, որ այս մոմակալները չկան ու պատերի մեջ անցկացելով նրանք այդտեղ են մոմեր վառել։ Պատերի վրա գրում են սիրո խոսքեր, տառեր, անվան։ Գրում են իրենց հեռախոսահամարները։ Հիմար բաներ, որ եկեղեցու պատերին դա չեն գրում։ Պատմամշակութային հուշարձանների վիճակը Հայաստանում բարվոք չէ, մեծամասամբ վնասված են ու վթարային, թեև պահպանությունը կատարվում է հուշարձանի հայտնաբերման պահից։ Այս պահին Հայաստանի ամբողջ տարածքում 14 հուշարձանի վերականգնման աշխատանքներ են իրականացվում։ Վերականգնման ենթակա են 70% պահպանված եւ ավելի պահպանված հուշարձանները։
Մնացած հուշարձանները ենթակա են ամրակայման։ Այն հուշարձանը, որ վթարային վիճակում է եւ կարող է քանդվել, պետք է առավել շատ դրան ուշադրություն դարձնել, փրկել ուղարկի հետագա փլուզումներից։ Ժամանակի ընթացքում կուտակված փոշուն, պետական մարմինների անտարբերությանը հաճախ գումարվում է նաև մարդկային անկուշտությունն ու ագահությունը։ Այս առումով խմարաժամին նոր վտանգ չի սպառնում։ Մինչդեռ մեծ հետաքրքրություն շարունակում են վայելել մյուս պատմամշակութային հուշարձանները։ Հաճախ գանձախուզության դեպքեր կան։ Հնագիտական հուշարձաններում գանձախույզների կողմից կատարվում են գանձի որոնման աշխատանքներ, որով վնասում են հուշարձանները։ Երբ որ Հայաստանի մեջ հայ մարդը մոտենում է եւ ասում է ոսկի մանեկող, ոսկի գտնող գործիք ունեք, կարակ ճարեք, ես ոսկու տեղ գիտեմ եւ ոսկու իր իմացած տեղը ինչ որ մի գերեզմանոց է միջնադարյան կամ ինչ որ մի եկեղեցի է, որ մտադիր է փորփրել։ Չգումարվենք բնության պատճառած վնասին եւ այսինքն նաեւ մարդկային չար ձեռքով չվնասենք։ Տարեկան նմանատիպ 30-ից 40 դեպք է բացահայտվում։ Վարչական տույժեր, երբեմն նաև քրեական պատասխանատվություն հուշարձանի վրա ձեռք բարձրացնողներին։ Սակայն ամենօրյա անտարբերությունն ու անարգանքը վաղուց դարձել են սովորական ու անպատժելի։ Բացի եկեղեցիներից Գառնի գողթը հայտնի է նաև իր մեծաթիվ խաչքարերով։ Այս տարածքում կարելի է հանդիպել 10-ից 13-րդ դարերի մոտ 4 տասնյակի հասնող խաչքարերի։ Խաղված տարածքա ոչ են կարող մտնել, չեն կարող մտնել։ Տեսեք, այստեղ խաչքար Ինչ որ մեկը փակել է Բայց չեն կարա ներսնենք, միացնային։ Խաչքարերը դες Նայեք ինքնուրույն է։ Արդեն իսկ սեփականաշնորհված տարածքներում ժամանակին դամբարանադաշտեր են եղել։ Իսկ 70-ական թվականներին գյուղի բնակիչները ցանկապատել, հետո էլ օրինական տեր են դարձել այս հողերին, ինքնաբերաբար տեր դառնալով նաև խաչքարերին։ Պետությունը չի հանձնել իրանց, տեղյակ է պահել մեր միջոցով։ Բարբերական այցելությունների ժամանակ մենք եւ այդ բակերը, այդ տները, ում բակում որ կա հուշարձան, այցելում ենք, իրավունք ունենք, բոլորը ճանաչում են, թույլ են տալիս, ոչ մի խնդիր չկա։ Տեսնում ենք վիճակը նորմալ է, զգուշացնում ենք, որ ձեռք չտակ, հակառակ իրանք նորմալ ձևով պահպանում են։ Եթե օրենք լինի, որ առանձնացնեն, թող լինի առանձնացնեն, բայց 40 տարի առաջ Հակոբյան Ռաֆիկի բակում խաչքարեր ունենք, գերեզմանոց ունենք, մարդը նորմալ ձևով պահպանում է, ոնց առանձնացեն, տունը հանեն տեղից տանեն։ Եթե իրականում այդպես է, ապա ինչու է ազգի պատմությունը հայտնվել ցանցերի ու լվացքերի լաբիրինթոսում, անասունների ոտնատակին։ Յուղ տեղա, անասուն են կապում, ձի են կապում, մենք գնում ենք արգելում ենք, չենք թողնում, զգուշացնում ենք։ Հիմա կինա լվացք կա փռել խաչքարի մոտ։ Այդ ժամանակ ես ինչ իմանա, որ մի ժամ գնամ այդտեղ կանգնեմ, այդ կնոջն ասեմ, մի արա, ինքը իրան պետքա թույլ չտա։ Միայն պատմամշակութային հուշարձանները չէ, որ այսօր այս վիճակում են։ Բնության կողմից ստեղծված հրաշքները եւս հայտնվել են մարդու կործանարար ճիրաններում։ Խնդիր կար քարերի այդ սիմֆոնիային, որոնք հավաքել էին այդ քարերը մեծ մասը, նաև, բայց ես ասեի, որ մենք իրենց հետ զրուցեցինք, անձամբ ես էլ եմ գնացել, իրենց մեծ մասը չէին իմանում խնդիրը։ Նրանք եկել տակից հավաքել էին, դե տեսել են գեղեցիկ, մի քանիսն էլ իրենք էին բանարել։ Այն որ վայր էր ընկել, դե քար է, կարելի էր հավաքել եւ օգտագործել, եւ այս մասով դեմ չեմ, բայց որ հավեսի ընկնել եւ շարունակել են եղածնել ոչնչացնել, ժողովուրդը կարող է անել միայն այն դեպքում, երբ որ ինքը իր արմատը չի զգում, իր հայրենիքի զինվորը չի ըստ էության։ Բնապահպանության նախարարության աշխատակիցը հույս ունի, որ իրավիճակն էապես կփոխվի մինչև 2020 թվականը, երբ բնության բոլոր հուշարձաններն իրենց անձնագրերը կունենան, ինչն էլ փաստորեն կպաշտպանի ու կապահովի դրանց անձեռնմխելիությունը։ Բնության հուշարձանների հանդեպ ցանկացած ոտնձգություն եւս պատժվում է օրենքով, ընդհանուր կարող է հասնել մինչև 5-ից 7 տարվա ազատազրկում կամ 50-ից 70 միլիոն դրամ փոխհատուցում, բայց սա միայն բացահայտված դեպքերի ժամանակ։ Մինչ աղմուկ կբարձրանար ու բոլորը կսկսեին խոսել, անհանգստանալ իր տեսակով եզակի քարերի սիմֆոնիայի ճակատագրով, Գառնիում հերթական, բայց ոչ սովորական տունը վերակառուցվեց։ Քարերի սիմֆոնիայի մի մասնիկն այսուհետ նաև տների, պարիսպների ու ճանապարհների հիմքում է։ Նախատեսվում է բնության հուշարձանները վարձակալության տալ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որոնք էլ շահագործմանը զուգահեռ կպարտավորվեն իրականացնել առավել ուժեղ վերահսկողություն։ Իսկ մինչ այդ այսօր բնության հրաշալիքը տեսնելու համար պետք է վճարել, չգիտես թե ում ու ինչի համար։ Լավ տեղ, մենք այդում ենք նկարելու։ Մենք նկարել կա,
վճարը գնացել։ Ինչի համար վճարենք, պապի։ Վճարովի հանգստի գոտի աղջիկ ջան, այս ճանապարհը ես եմ տալու։ Հարգը ես եմ տալու, դիպինը ես եմ ավարտում։ Բնությունն իր ստեղծածով ոչ մեկի սեփականությունը լինել չի կարող։ Բոլորս ենք տեր ու պաշտպան մեր գանձերին, այն գանձերին, որոնց մասին միգուցե չգիտենք, իսկ հերթական տուրիստական ավտոբուսը նորից ուղևորվեց Երևան։ Չէ՞ որ դեռ այնքան տեսնելու ու լսելու բան կար։ Մեկն ավերված, մյուսը կիսաքանդ, երրորդը վտանգի առջև խոնարհված, չորրորդն էլ սեփականաշնորհված ու անուշադրության մատնված։ Դրանք բոլորն էլ տարբեր են, բայց գրեթե նույն ճակատագրին են արժանացել՝ մարդկային անտարբերության։